Այս տարի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է շուտով մոտենում եւ այս միջոցառումները ոգեկոչման միջոցառումները անցկացվելու են ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Ֆրանսիայում, բայց մի հետաքրքիր հանգամանքի ավելացել այն, որ տարելիցը նշվելու է միջոցառումները անցկացվելու են ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի տարակուսելի հայտարարությունների ֆոնին թույլ կտամ ասել, ինչ միջոցառումներ են սպասվում այս տարի, արդյոք այս հանգամանքը հաշվի եք առել դուք, թե ոչ, նշտե կուսակցության մասին է խոսքը, հայ դատի կառույցների մասնավորապես, եւ ինչ նոր էլեմենտ եք ավելացրել հաշվի առնելով նաեւ Փաշինյանի այս վերջին հայտարարությունները, որոնք ամբողջ աշխարհում կարծես թե հայկական բոլոր համայնքներում լայն արձագանք կտան։ Բարև, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ ոչ մի կերպ մեր վրա չի հասել Նիկոլ Փաշինյանի հետ հրաժարապանությունը, քայքայիչ հրաժարապանությունը, քանթիչ հրաժարապանությունը, թուրքական հրաժարապանությունը իրականության մեջ, որտեղ մենք սովոր ենք այդ հրաժարապանության, մենք սովոր ենք այդ գեղձիկների շարանին, միայն փոխվել է թեմքը, միայն փոխվել է խոսածողը, եթե երեք Չավուշօղլուն կամ Էրդողանն ա եղել այդ պարամետր օգտագործողը, այսօր արդեն Շփախտապար Նիկոլ Փաշինյանն այդ նույն պարամետր, այդ նույն գեղձիկը մեզ վաճառողը։ Մեզ համար այդ դասամյակը նշելը մեծ բարդականություն է, մենք մեծ բարձրացնությամբ ենք մոտենում այդ հարցին, եւ ամեն տարվա նման եւ մի քիչ ավելի թունդ եւ մի քիչ ավելի ջագադային եւ գծրական ձևով մենք մեր մերժումը ներկայացնելու ենք այսպես կոչված խաղաղության օրագարկին, որ իրականության մեջ բռնապարվող ժողովրդի երկրի հանձնվող ակտն է։ Մենք կարծենք, որ բայկարի միջոցով է, որ մարդ կրնա ինքնին վերականգնել, մենք կարծենք, որ Նիկոլ Փաշինյանի որտեղած ուղին բարձաբես անգամ եւս ինքը կփորձի բոլորին բարդացնել իր տեսակետը, զիջողական տեսակետը, բարդվողական տեսակետը, բարդվել է այդ ասվերջին մի քանի դարին մեզ հազարավոր գորուստներ եւ հազարավոր կիլոմետրով գորուստներ, հողային գորուստներ պատճառելով, ինք այս անգամ գրգին փորձում է անգամ եւս մեզ բարդացնել իր տեսակետը, իր աշխարհայացքը, իր գաղափարախոսությունը։ Թեկուզ ինքը շատ էլ լավ է ասում, որ թիրախավորումը հենց տաշակցությանը ինքը Փարիզում որ երբ եղել էր, խոսում էր միայն տաշակցության գաղափարախոսության մասին։ Ինչու՞, որովհետև իր գաղափարախոսությունը ալ չունի որևէ վստահություն, չի վայելում որևէ ժողովրդականություն եւ ինքը արդեն փորձում է ել չձախել Իրանը, փորձում է կանտել հեղափոխության, փորձում է կանտել բայկարի, փորձում է կանտել թիմադրության ջամբարի գաղափարախոսությունը։ Մի բան էլ ասեմ, ես երեք էլ լսել եմ Նիկոլ Փաշինյանին, երեք Նիկոլ Փաշինյանը բարձրապես ասում է, որ եվրոպական կամ այլ երկրներու ղեկավարներ, երբ իրանք պրո-հայկական ջարեր են ասում կամ պրո-հայկական գեցվածք են որտեղում, էդի անում են բացառապես եւ առանձնապես սիրաշահելու համար դվյալ շրջանի հայերին, որովհետեւ մի քանի հայեր կվե ստանան եւ ասել որ ինքը հանդիմանելու է բոլոր անոնց, որոնք պրո-հայկական, պրո-արցախյան գեցվածքներ են որտեղելու։ Դուք պատկերացնում եք մենք որտեղ ենք ասել։ Այսինքն, elbet չի որ Ալիևը կամ ազերբայջանցիք այս կմեն ֆրանսիական կամ եվրոպական քաղաքական գործչին կցեն ծև ցուցակ։ Չէ, Նիկոլ Փաշինյանը իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանը ասում է ես գնալու եմ եւ ես շատ գդրական ծևով շատ գոբիտ բառը կարծում եմ օգտագործեց երեքինքը ամբիոնից խոսելու եմ նրանց հետ ովքեր այսինքն հավակնություն են հայտնում Արցախի ժողովրդի իրավունքների կապակցությամբ բանդլարգյանների մեր Բաքվում նստած մեր դղերքի կապակցությամբ եւ այլն։ Այսինքն էլ Էրդողանն ու Ալիևը խոսելու կրեթե գարիք չունեն։ Նիկոլ Փաշինյանը այդ երկուսի խոսափողն է դարձել, այդ երկուսի գամբակատարն է դարձել 100%-ով։ Արդեն հայտարարվել է, որ ապրիլի 23-ին ընդունված ջահը արդեն ինչ ավանդույթ դարձած ջահերով երթը տեղի է ունենալու։ Հայաստանի Հանրապետությունը մի կարծիք կա, այսպես առաջարկ, այսպես ասենք, որ պետք է վառել այդ օրը ոչ միայն Թուրքիայի դրոշը, այլ նաև քաղաքացիական պայմանագրի կուսակցության դրոշը։ Ոնց եք վերաբերվում սրան, արդյոք
Սա հավանական համարում եք, որ հետո կդառնա նաև ջահերով երթի մի ատրիբուտ, այսպես ասեմ։ Տեսեք, մենք երաժշտության մեջ միշտ էլ խուսափել ենք ներքին կոնֆրոնտացիայից, ներքին ադելությունից, ներսում մենք ճշտամիներ գրեթե երբեք չենք փնտրել։ Բայց երբ մի դեղ ասել, որտեղ էլի եմ ասում, թուրք ժխտողական ալիքի եւ Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի իր ներկայացուցիչների պարամետրը նույնն է, եւ իրանք գալիս են եւ փորձում են մեզ համոզել, որ հա դե աշխարհակաղական այս կամ այս բարակային Ռուսաստանի բաժարով որ թուրքերը մեզ չարտել են եւ իրականում ճշտամին ռուսերն են եւ այլն, այսինքն NBC դրանք ասել, որ իսկապես այս մարդկանց հայ գոչելը, այս մարդկուց այդ կոնե քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների մասն եմ խոսում, այստեղ լուրջ խնդիր ունենք մենք։ Սրանցից ոչ քաղաքական, ոչ կորզունական, ոչ տեսլականի, ոչ մի կերպ առնչվել կարելի չի։ Եվ այո, նաև այս մարդկանց ներկայացնել որպես X կամ Y քաղաքական բարձ կորզունություն ծավալողուսակցություն, ընդեղ էլ կա խնդիր, չէ՞։ Ինչ էր ի վերջո հայակվե գազམ་ագերբության հիմնական նպատակը։ Այն էր, որ այլևս թաբու դառնա, այլևս գանխելի դառնա հագահայ բացահայտ քաղաքականությունը։ Ես կարծում եմ, որ մեր Հայաստանի ընկերները մեզանից լավ են գիտակցում իրավիճակը։ Ես կարծում եմ, որ իմ եղբայրները եւ իմ քույրերը, որոնք այդ չահերի երթի գազམ་ագերբական աշխատանքների ակունքներում են կանգնած, շատ մեծամասամբ երբեք ռուսարցակի տակ չերևող այդ դերերը, իրանք մեզանից լավ գիտեն ինչպիսի մեսաժ պետք է ուղարկեն իրանք ամբողջ աշխարհին, նաեւ ներ քաղաքական ներ հայաստանյան դաշտին։ Ամեն բարակայի ոնց որ վերջերս մի հատ կինո վերջերս ասում Գյումրիում բարդություն գրելուց մի քանի ժամ հետո, կարծում եմ, որ ամեն բան կամաց փոխվում է, կարծում եմ, որ եվրոպացիք մենակով չեն կարողանալու էլ Նիկոլ Փաշինյանին բայեն իշխանության, եւ ենթադրում եմ, որ էլ այնքան էլ անհավանական չի իշխանապողության մասին մտածելը։ Եվ վերջին հարցը, Գերմանիայում օրինակ Գերմանա-հայոց կենտրոնական խորհուրդը հայտարարել է Փաշինյանի այս հայտարարությունների ֆոնին, ելույթների ֆոնին, որ չի համագործակցելու Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ ցեղասպանության ոգեկոչման արարողությունների կազմակերպչական հարցերում։ Դուք պատրաստվում եք նման քայլով հանդես գալ, թե ոչ, եւ դեսպանի հետ ինչպես են ընթանում հարաբերությունները առհասարակ։ Տեսեք, ասեմ, որ Ֆրանսիայում տեսփանը փոխվել մի քանի ամիս առաջ արդեն եւ մենք լսել ենք, մենք գիտենք, որ այս տեսփանը ունի հadoop հասարություններ եւ այդ հասարությունները շատ հստակ իրան դրվել են վարչապետի գրասենյակի կողմից։ Այսինքն ավելի հեռու պետք չի գնալ, որովհետեւ մարդ հասկանա թե ինչ հիմնական օրակարգով է եկել այս նոր տեսփանը Ֆրանսա։ Բայց այդ ասելով հանդերձ մինչև օրս իրանք ներկայանում են քաղաքային ցերնակներին եւ մենք մինչ օրս այդ հագադաշնակցական կամ հագահայտատական երևույթները կորզնականում չենք տեսել։ Այդ չի նշանակում, որ մենք քնած ենք, այդ չի նշանակում, որ մենք չենք հասկանում ինչ է կատարվում, այդ նշանակում է, որ մենք հատուկ վերաբերմունք ունենք դեսպանատանը, այդ նշանակում է, որ մենք հատուկ վերաբերմունք ունենք բեդուչյանը։ Որքան է Նիկոլ Փաշինյանը աշխարհի 4 կողմը համոզի, որ պատմական Հայաստանով, այսպես իրաչագետներով դրած, այսինքն կամ հայրենասիրական դեսլականով մոտեցողները քաղաքականությամբ, այսինքն մենք պետության շատ չարաչար սխալվում է։ Մենք գիտենք ինչա պետությունը, մենք գիտենք պետությունը երբ չի եղել, ինչ է եղել սպիրկի վիճակը, մենք մեր ուսերի վրա դարած այս վերջին 15-20 տարին թե ոչ ավել, 30 տարին արդեն դարել ենք ամեն դեղ Հայաստանի կամ Արցախի ներկայացությունը Ֆրանսիայում եւ աշխարհի 4 կողմը։ Հայ-ցայտի գործունեությունը հիմնականում ա դեղել։ Մենք տեսել ենք եւ Վարդան Ոսկանյանի ժամանակ MBC աստեցիկ եւ իսկական հաջող համագործակցություն է եղել հայ-ցայտի գարուսների եւ ԱԳՆ-ի միջև Հայաստանի եւ մենք տեսնում ենք այդ ամբողջովին հագարակ պատկերը այսօր Արարատ Միրզոյանների նախարարության հետ։ Բայց ելի եմ ուզում ասել, մեզ համար տեսփանադունը, բեդությունը սրբություններ են, սրբություններ են, բայց նաև էս էլ պետք է ասել,
որ մեզ համար պետություն ունենալը, պետություն պահելը բարձրապես ինքնանպատակ էություն չի։ Մենք Արժանտինի պետությունը չենք, մենք Բրազիլիի պետությունը չենք, մենք հայ ժողովուրդն ենք, որ անցել է ցեղասպանություն, որի պատճառով ունենք այսօր աշխարհասփյուր սփյուռք եւ ունենք այսօրվա իրավիճակ։ Ուրեմն մեզ համար մշտապես այդ պետության կայացման նպատակը չի եղել միայն որովհետեւ մենք ունենանք կորձավարներ, նախարարություններ, պետական աշխատողներ, ոչ 1918-ին երբ Արամ Մանուկյանը եւ իր ընկերները Տրոնդեն մշտերները եւ ուրիշներ գրվել են Սարդարաբադում, բոլորին մղել են դեպի ճակատամարտ։ Չի եղել որովհետեւ միայն մենք ունենանք ստեղ ընդեղ քաղաքապետ, ստեղ ընդեղ նախարար, ստեղ ընդեղ տեսփան։ Եղել է որովհետեւ մենք բահենք մեր ժողովուրդը անվտանգ, որովհետեւ էլ չդառնանք սիրության աշխարհում մեկ։ Որովհետեւ մենք աշխարհին ասենք եւ հատկապես թուրքերին եւ ադրբեջանցիքին ասենք, որ մենք հոս ենք, որ մենք կայացած ենք եւ մենք պիտի պաշտպանենք հայոց շահերը եւ ոչ թե բացառապես եւ առանցապես, այսպես ասած, Հայաստանի Հանրապետության շահերը։